վերջերս Նիկոլ Փաշինյանը ասաց, որ հեծում կատարվածը այլ անգամ փողերի լվացում չի կարող ունենալ, իսկ հեծի ժամանակավոր կառավարիչն նշեց, որ տնօրենների խորհուրդը շուրջ 691 միլիոն դոլարի գերաշխարհորություններ է տրամադրել տաշիկ ընկերությունների հետ փոխկապակցված ընկերություններին, սա ինչպես է պարզաբանում, եւ նշեցիք, որ հեծի վերաբերյալ օրենքը սահմանադրական դատարանը քննում է սահմանադրականությունը որոշելու հարցը, այս մասով եւ 3 ամսից հետո ըստ հեծի լիցենզիայի ձեռքբերումից հետո պետք է պետությունը բանակցի սեփականատիրոջ հետ մուտքի սեփականության իրավունքը փոխանցելու վերաբերյալ, կա հստակ արդեն որոշում, արդյոք կգնա կառավարության հետ համաձայնություն։ Հարգելիներս, վերջից կարծում եմ կա հստակ դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը օրվա իշխանությունների հետ եթե որևէ մի ձևով բանակցության նյութ ունենար, պարզ է չէ 177 օր կալանավորված չէր լինելու։ Սրանից ավելի պարզ պատասխան կարծում եմ չկա, ավելին հեծի լիցենզիայի այդ ամբողջ պատմությունները անհասկանալի վարչական վարույթով մի շարք մեղմ ասած ապօրինություններով տեղի չէին ունենալու։ Այդ Սամվել Կարապետյանի նաև հենց հեղինակությունը եւ անցած ճանապարհը նրա մասին է, որ թեկուզ 177 օր կալանավորված լինելով, փաստորեն իր նկատմամբ վախերը այն աստիճանի են, որ 53 քննիչներով չեն կարողանում մի գործ հանգուցալուծման բերեն։ Մի այդքան էլ երևի թե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ այլ վարչական մարմինների ներկայացուցիչներ էլ մի տենց էլ փորձում էին լիցենզիայից զրկեին, որը իդեպ բազմաթիվ մասնագետներ էլ արդեն անդրադարձել են, իդեպ նաեւ հենց Նարեկը Կարապետյան շատ հստակ անդրադարձել է այդ ամենի իրականության հետ առնչություն չունենալու։ Հիմա կներեք, օրինակ, եթե դուք ինձ հարցնեք, երբ անձի մոտ նկատվում է սուր շնչառական վարակի դրսևորումներ, ինչ դեղորայք պետք է ընդունի։ Եվ ես օրինակ շատ հստակ որպես բժիշկ սկսեմ գնահատականներ տալ, որ այ ցանկալի է ընդունի այս դեղահաբը, այնուհետև այն դեղահաբը։ Դուք իմ ասածները վերջնական ճշմարտություն կընդունեք։ Եթե կընդունեք, ես շնորհակալ կլինեմ, բայց դա շատ վատ կլինի, որ դուք դա անեք, որովհետև ես իրավաբան եմ, ես բժիշկ չեմ։ Հիմա նույն հաջողությամբ, եթե ոչ իրավաբանը, ոչ քննիչը, ոչ դատախազը, ոչ դատավորը, ոչ փաստաբանը սկսում է գնահատական տալ, թե այս արարքը փողերի լվացմանը նման թե այլ, պետք չի նշվածը ընդունել որպես վերջնական ճշմարտություն, այլ պետք է դա ընդունել որպես քաղաքական հայտարարություն, քաղաքական հետապնդման վերաբերյալ, որը իդեպ քրեական օրենսգրքի տիրույթում է գտնվում։ Գործադիր իշխանության ղեկավարը ինչ առնչություն ունի իրավական գնահատականներ տալու հետ որևէ մի երևույթի։ Ինչի մասին է խոսքը։ Իհարկե, բայց իդեպ դրա վերաբերյալ բոլոր հստակ պատասխանները Նարեկ Կարապետյանը ներկայացրել է։ Բոլոր, այնտեղ օրինակ, չգիտեմ, դուք վստահ եմ լսել եք։ Ասում էին, որ ինչ որ տվյալներ են, չէ՞, անհետացել սպառողների։ Բա պարզվեց, որ նույնիսկ այստեղ ստիպված եմ դա ասել, Դանիել Իոնիսյանը արձանագրում է, որ նման բան չի եղել։ Պատկերացնում եք Հայաստանի Հանրապետության, իդեպ էներգետիկայի մասին օրենքի տրամաբանությամբ ժամանակավոր այդ ճգնաժամային կառավարիչը, դա պետք է լինի Հայաստանի Հանրապետության թոփ մենեջերներից մեկը։ Դե Հայաստանի Հանրապետությունում տվյալ դեպքում կոնկրետ անձ էր այդ պաշտոնը ստանձնել, հա, ով հայտնում է պաշտոնապես, որ այդ տվյալները չկան։ Եւ մի ժամ անց Դանիել Իոնիսյանը հայտնում է, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Խնդրում եմ բոլոր ընդհանրապես այս 6 ամսվա ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին, որ այդ դիտակետից նայեք, ամեն ինչ կտեսնեք այնպես, ինչպես մենք ենք տեսնում։ Ամեն ինչ կամ իրականությանը չի համապատասխանում, կամ մանիպուլյացիա է, կամ պարզապես ապօրինություն է։